սիրելի վարժարանի, Աստեն վարժարանի այսօր ընկալ պատերի ներքո։ Ողջունում ենք ձեզ։ Ողջունում ենք ձեզ։ Այսօր մեր 4-րդ դասարանի շատ սիրելի սաների հետ ասում ենք ամենասուրբ էակներն են, որոնք թողնելով մի կողմ իրենց հոգսերը, իրենց զավակների համար ստեղծում են մի հեքիաթային երևակական աշխարհ, փորձում են այդ աշխարհը այնպես ստեղծել, որտեղ միշտ ամեն ինչը լինի բարի, ազնիվ եւ երջանկությամբ ու խաղաղությամբ լի։ Եվ այսօր փորձենք ներկայացնել նաեւ մեր խոսքը իհարկե աշակերտների միջոցով, հույսով եմ լավ ժամանակ կացկացնենք միասին։ Մայրը մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ։ Մայրը միակ մարդն է, ով քեզ կպայի իր կրծքի տակ եւ երբեք չի բողոքի քո ծուլությունից, որովհետեւ արդեն քեզ սիրում է։ Մայր, ամենասուրբ եւ ամենանվիրական էակ, ում շուրթերից միշտ հնչել է օրորոցային ինչպես օրհնակ։ Ով դեռևս օրորոցից իր մանկիկի մեջ սերմանել է հայրենասիրություն, արիություն, ամրապնդելով իր եւ մանկան հոգեվոր կապը։ Այդ երգերն առաջին հոգևոր սերունդն են, որոնք խոր ազդեցություն են թողնում հետագա կյանքի վրա։ Շատ արվեստագետներ հենց այդպես են դարձել հանճարներ, լսելով առաջին օրորոցային երգը։ Այդ հանճարներից է եղել նաև Արամ Խաչատրյանը։ Եվ նա ասում էր, օրորոցի մոտ երգվող երգի մեջ մի հացի նման մի բան կա։ Արական սիրտ ծնված այդ մեղեդիները Մարգարիտ թելերի պես թաքնվում են հիշողության անկյուններում, թույլ չտալով մոռանալ մայրական քնքշության, հոգատարության եւ ամենացորդ սիրու մասին։ Ընտանիքի բարքերն ավանդույթներ պահպանողներ մայրերն են, եւ մայրերի միջոցով են երգերը նրանց մեջ տեղ գտած անցնում սերնդե սերունդ։ Մայր, որքան խնդրություն ու տոկնություն կա այս մեկ բառում։ Մայր, կյանքի միակ բան, որին կարող ես փրկել թե տխուր, թե ուրախորերին։ Հայ ընտանիքներում մայրերը մի սուրբ էակ են, նրանց վերաբերվում են հարգալքով ու մեծ սիրով։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, ինավուրց ու նոր ձեռքերը, ինչքեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, պսակվելուց ոնց են պարել այս ձեռքերը, ինչ նազանքով, երազանքով։ Առավոտվա լույսի շողը, վառարևն ու առավոտը, ինձ է բերում իմ մայրիկը, երբ բարձելով նույն ձեռքերը, ինձ առնում է իր ջերմ գիրկը։ Երբ թխում եմ ամենջապես մայրիկի մոտ եմ վազում, թե ուրախ եմ հրջանքերից մայրիկի հետ եմ կիզում,
Բարի, շպտունի մայրիկը, չեմ թացնի, իզ ոչին, մայրիկն ասես գինդու լինի, գիտի ամեն ինչ։ Թե մայր չլիներ աշխարհում այսնում, ես կփախչեի անապարտավոր, ես կփախչեի ողջ աստղերի վեր, թե մորս սերը մակնից չլիներ։ Հանեմ գանձերը հալսերների, շախտան բոլորը մորս ոտքի տակ, ախ էլի քիչ է, ախ քիչ է էլի։ Շախտան մարգարիտ նամային ծովերի, ծաղիկների հետ, մորս ոտքի տակ, ախ էլի քիչ է, ախ քիչ է էլի։ Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի, ընզույք աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ, մորս ոտքի տակ, ախ քիչ, էլի քիչ։ Եվ թեկուս հանեմ իմ սիրտը բարի, գարի պես զոհեմ մորս ոտքի տակ, ախ էլի քիչ է, ախ քիչ է էլի։ Լոկմային է այժմ խիչն հայրենիքից, դարերի կյանքն էլ թե դաշմայրիկից, աստված իմ քիչ է էլի, չէ քիչ է էլի։ Вот подснежник на поляне, я его нашел. Отнесу подснежник маме, хоть и не расцвел. И меня с цветком так нежно мама обняла, что раскрылся мой подснежник от его тепла. Мне мама приносит игрушки, конфеты, но маму люблю я совсем не за это. Веселые песни она напевает, нам грустным вдвоем никогда не бывает. Я ей открываю свои все секреты, но маму люблю я не только за то. Люблю свою маму, скажу я вам прямо, но только за то, что она моя мама. Many nights you stayed awake, offering comfort, love, and care, trusting me with all your heart, holding me close when we are apart. Ever strong, your love is true, reminding me to always pursue. My guiding star, so bright and near, open arms that are calm of fear,
Tender love and every word, holding me when life is blurred. Ever patient, ever kind, remaining strong with heart. Մայրությունը հավերժ կոչում է, մորը աչին օրերը կյանքն է, երկրորդը սերն է, իսկ երրորդը ըմբռնումն է։ Ոչ մի նվեր մայրիկի չի կարող համարժեք լինել այն նվերին, որ նա տվել է մեզ լույս աշխարհ վերելով։ Մայրիկները տարբեր են, շատ տարբեր, բայց մայրիկ բառը ամենահարազատն է բոլորիս համար։ Մայրիկ այն մեծ նավն է, որոնք մենք այդքան ապահով ճանապարհորդում ենք և որը մեզ ճանապարհորդարներ հետո ճանապարհորդելու է դեպի կյանքի մեծ օվկիանոսը։ Մայրիկը յուրաքանչյուրիս համար ամենալուսավոր, ամենալավ ու ամենահարազատ մարդն է աշխարհում։ Դժվար պահերին միշտ մայրիկ է կանչում։ Մայրիկները մեզ համար արեգակներ են։ Հայրը կարող է երեխային հանճար մեծացնել, բայց մեր մայրն է, որ ունակ երեխային մեծացնել որպես լավ մարդ։ Մոր սերը ամենակարողը, եսասիրական և անշահախնդիր միաժամանակ։ Հիմա մեր աշակերտ Ռաֆայելը իր բանաստեղծությունը կնվիրի բոլոր մայրերին։ Մայրիկ ասելով սիրտս բաբախում է, մայրիկ ասելով սիրտը ժայթքում է, մայրիկ ասելով աչքերը սեցվում է, մայրիկ ասելով սերը տանջում է, մայրիկ դա այն բառ է, որ նշանակում է սեր, դա այն բառ է, որ նշանակում է հոգատարություն, և դու ես այն մարդը, ում հետ ես հպարտ եմ, և դու ես իմ հպարտությունը, սիրում եմ քեզ մայրիկ։ Շնորհակալ եմ մայր, քեզ ամեն ինչի համար, շնորհակալ եմ կյանք տալու համար, կյանքում առաջնորդելու համար, սերը չհնայելու համար, մամ ջան։ Ես սիրո
բարեմաղթանքներին։ Ուզում եմ շնորհավորել մեր վարժարանի, Արսեն վարժարանի սիրելի տնօրեն Տիկին Մկրտչյանին, իմ հարգելի, շատ սիրելի գոլեգաներին, նաև ձեզ հարգելի, ինչու՞ չէ, նաև սիրելի ծնողներ ջան, եղեք մայրության այս գեղեցկության տոնի առիթով, ցանկանում ենք միասին բոլորս ձեզ կանացի երջանկություն, կանացի հմայքն ու ժպիտը երբեք անպակաս չլինի ձեր դեմքից։ Հույսով ենք այսօր մենք մի փոքրիկ ժպիտ, նաև երջանկություն, ինչու՞ չէ, նվիրեցինք ձեզ մեր այս փոքրիկ ելույթով, նաև ունեն իրենք անակնկալ ձեզ, սիրելի ծնողներ, ձեր երեխաները հիմա կմոտենան և յուրաքանչյուրը կմատուցի իրենը։ Ես էլ եմ ուզում մանկանալ ու գլուխս դնել մայրիկիս տակուկ, գրկում հարվել նրան, ու ասել, որ իրեն շատ ենք սիրում։ Մի ուշացրեք երբեք, որ ձեր մայրիկներին ասեք, որ իրենց շատ եք սիրում, որտեղ այն խոսքերը, որ դուք ասում եք, այն ժպտացող աչքերը, որ ես տեսնում եի, ու նաև տեսնում էի մայրիկներին ոնց եք գովում ու սիրում, դա արդեն ամենագեղեցիկ բանն է աշխարհում, որտեղ մայրերը իրապես արժանի են գովասանքին, մեծարման, խոնարհման, իրենց փխրուն ուսերին իրենք կրում են ամբողջ ընտանիքի, ոչ միայն հոգսը, նաև այն բոլոր կարիքները, այսպես ասենք, որի կարիքը փոքրիկները ունեն։ Սիրելի մայրեր, սիրեք ձեր երեխաներին, արիդ ստեղծեք գրկելու ու նաև դուք էլ ասեք, որ իրենց շատ եք սիրում, իրենք թևեր կառնեն դրանից, իսկ թևեր մեր փոքրիկներին միշտ են պետք։ Շնորհակալ եմ Տիկին Հարությունյան